Քիչ առաջ արտաքին հետախուզության զեկույց հրապարակվեց եւ այնտեղ խոսքային մասին ֆիքսված է, որ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Նաեւ հետախուզությունը հաշվարկել է, թե ինչքան շատ են օգոստոսի 8-ից խոսել այդ թեմայի մասին Ադրբեջանում։ Մինչդեռ դուք օգոստոսի 8-ից հետո պնդում եք, որ խաղաղություն է եկել, Ադրբեջանի հետ խաղաղություն են կառուցում, եթե խաղաղություն է, այս խոսույթներն ինչի համար են։ Դա եթե ռիսկ է նաև գնահատում հետախուզությունը մեր։ Շնորհակալ եմ։ Իսկապես այդ թեմայի շուրջ խոսել ենք շատ, վերադարձի թեմայի հետ կապված ընդհանրապես եւ մասնավորապես Ադրբեջանի կողմից արևմտյան Ադրբեջանի խոսույթի վերաբերյալ եւ հրապարակային, նաեւ միջազգային հարթակներում հրապարակային, նաեւ կառավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվել է, որ դա օգտակար չէ խաղաղության գործընթացի համար, հատկապես նոր իրողություններում, եւ անընդհատ այս մեսիջը տալիս ենք Ադրբեջանին, որ սա չի նպաստում այն process-ներին, որոնք հիմա տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այնուհանդերձ մենք պետքա փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաև խոսույթը, խաղաղության խոսույթը։ Ինչ է շատ շրջանառում, հաստատեն շատ է շրջանառում Ադրբեջանում, խոսքը, տեսեք, զեկույցը ամբողջ տարվա վերաբերյալ է, չեմ ծանոթացել զեկույցին դեռ, բայց ամբողջ տարվա վերաբերյալ է եւ նախորդ տարվա տարբեր դրվագներում այդ խոսույթը ակտիվացել է։ Եվ արտաքին հետախուզության ծառայությունը դա որոշակի սպառնալիք է արձանագրել որպես, բայց գիտեք խաղաղությունը նաև գործընթաց է, մեկօրյա իրադարձություն չէ, մենք շատ ենք խոսում օգոստոսի 8-ի մասին եւ օգոստոսի 8-ի բերած օգուտների մասին, բայց դա process է, որը այսպես շենքի պես պիտի կառուցվի քար առ քար, այդ թվում նաև համապատասխանեցնելով մեր խոսույթը այն իրողություններին եւ այն գործընթացներին, որոնք տեղի ունենում մեր տարածաշրջանում։ Կարող եք պարոն Խանդանյան ասել, որ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները Հայաստանի իշխանությունը այս փուլում չի քննարկում։ Չէ, այդ խոսակցությունը որևէ փուլում էլ Հայաստանի իշխանությունները չի քննարկի, որովհետև դա ընդհանրապես, հատկապես այն շեշտադրումներով, որոնց այնպիսի շեշտադրումներով, ինչպես խոսել է տևական ժամանակ Ադրբեջանը, դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի սա մի թեմա է, որը չարժի արծարծել, մենք ավելի լայն օրակարգեր ունենք երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմը, Ադրբեջանի նախագահը շատ է քննարկում այդ թեման։ Յուրաքանչյուր դեպքի հետ կապված, երբ որ այդպիսի քննարկում է տեղի ունենում կամ այդպիսի հայտարարություն է տեղի ունենում, Հայաստանի կողմից արձագանք է հնչում։